Հայաստանի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի ծանր պայմանների հանդեպ ես այսօր այլընտրանքային մոտեցում եմ ուզում առաջարկել մեր այս «Որ լույսը չմարի» հաղորդման շրջանակներում։ Եվ այդպես հին չինացիները ասում էին ավելի լավ է լինել շուն, հանգիստ ժամանակներում, քան մարդ, քաոսի ժամանակներում։ Եվ այս արտահայտությունը հետագայում շատ տարածվեց եւ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում տարբեր կերպ նորից ու նորից կրկնում էին այս արտահայտությունը։ Սակայն եկեք փորձենք այլ ձևով մոտենալ այս ամբողջ իրավիճակին եւ եկեք փորձենք տեսնել զորություն անգամ այս քանդվող աշխարհում։ Զորություն մեզ համար, ավելի դրթող զարգացմանը, նորից, որ լույսը երբեք չմարի։ Եվ այդպես, երբ որ մենք մտածում ենք, որ հիրավի ապրում ենք քաոտիկ եւ ծանրագույն ժամանակաշրջանում ու հատկապես մարտահրավերներով լի մեր փոքր Հայաստանի համար, մենք մյուս կողմից հասկանում ենք, չէ որ հենց քաոսի ժամանակ առավելագույնս ընկալում ես երկնքի արժեք, չէ որ հենց անդունդի եզրին առավելագույնս կարող ես ընկալել այն մեծագույն երկնքի նշանակությունը բոլորիս համար, եւ չէ որ հենց չարիքի մեջ նորովի ընկալում ես բարիի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Եվ սա ինչ-որ ձևով դառնում է մեզ համար մարտահրավեր։ Եվ մարտահրավերները հիրավի մշտապես լինում են, եւ դեռ ավելին, եթե լինում է մարտահրավեր, ապա դու պետք է կարողանաս հանդգնես պատասխանել այդ մարտահրավերին։ Հակառակ դեպքում այն կրկնվելու է նորից ու նորից, մինչև որ չտաս պատասխանը, ուստի ավելի լավ չէ, ավելի շուտ տաս։ Եվ ըստ այդմ, երբ որ մենք մտածում ենք, իսկ ինչ անել, երբ որ ամբողջը ծանր է, ինչ անել, երբ որ այնուամենայնիվ ուզում ես, որ լինեին հանգիստ ժամանակներ, որոնցում ամեն մեկը զբաղվեր իր գործով, իր ընտանիքով, իր առօրյա միգուցե հոգսերով, բայց մյուս կողմից հասկանում ենք նորից ու նորից, մեծագույն ճանապարհը բացվում է հենց ծանր ժամանակներում, եւ դրա համար մենք հանդգնում ենք ասել, որ այս ծանրագույն պայմաններում մեծագույն երջանկություն է պարգեւած յուրաքանչյուր մարդուն, ով հանդգնում է ստանձնել այս մարտահրավերը։ Եվ հենց ծանրագույն ժամանակներում մեզ օգնությանը նորից ու նորից գալիս են արտահայտություններ տարբեր ժամանակներից եւ հատկապես սուրբ գրքերից, օգնելով մեզ, որ հիշենք գլխավորի մասին, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Իսկ արդ մնում են մեզանում այս երեքը. հավատ, հույս, սեր։ Պողոս Արաքյալ, թուղթ տար Կորինթացիս, 13:13։ Այս մեծագույն արտահայտությունը դարեր շարունակ բոլորիս համար հիմնարար կոչերից մեկն է։ Մոտ 2 տարի առաջ մենք արդեն անդրադարձել ենք այս արտահայտության եւ փորձել ենք մեկնաբանել այն, դիտարկելով ընդհանրապես մարդու կյանքի համատեքստում։ Բայց այս անգամ ես կուզեի հանդգնել բոլորին վկայակոչել այս արտահայտությունը հենց մեր այս ծանր մարտահրավերների համատեքստում, որովհետև տեսեք, հավատը այն չէ, ինչպես մարդիկ մեծամասնությամբ ցավոք սրտի սխալ են ընկալում, որ հավատը դա զուտ թաքստոց է այս մեր ժամանակների խավարից։ Ոչ, հավատը դա առաջին հերթին զորությունն է, եւ զորությունն ավելի ու ավելի շատ է մեծանում հենց հավատի զարգացման աստիճանից կախված։ Եվ հիրավի զորեղ է նա, ով հավատով է առաջնորդվում։ Եվ հավատը դա այն չէ, որ դու զուտ ապավինում ես Աստծո օգնությանը, այլ արարքներն եւ գործողությունները, որոնք որ առաջնորդում են քեզ վստահությամբ, որ ամբողջը կիրականանա Աստծո օգնությամբ։ Եվ սերը դա այն չէ, որ մարդիկ դեֆոլտ, այդպես ասած, ընկալում են, որ սերը այդպես էլ կա, եւ մարդիկ
ըստ սահմանման, սիրում են իրենց մերձավորներին, սիրում են իրենց հայրենիքը եւ դեռ ավելին, ցավոք սրտի, ընկալում են սերը որպես զուտ հույս։ Ոչ, սերը դա այն պորտկումն է, որ յուրաքանչյուր ակնթարթ նորովի կարողանում ես տեսնել ամբողջը։ Եվ եթե խոսում ենք սիրո մասին հայրենիքի հանդեպ, յուրաքանչյուր ակնթարթ նորովի արժևորել յուրաքանչյուր քարը, նորովի տեսնել յուրաքանչյուր կաթիլի զորությունը, նորովի սիրել յուրաքանչյուր հին եկեղեցի, յուրաքանչյուր ամրոց, յուրաքանչյուր սար, յուրաքանչյուր լեռ, այդ թվում լքված եւ մոռացված այլ երկրներ, որոնք որ զավթել են մեր հայրենիք։ Եվ սա հիրավի իրական զգացողություն է։ Ինքը այն հիմնարար արժեքն է, որ լցնում է մեզ ամբողջությամբ։ Եվ հենց դրա համար է այս արտահայտությունը մեզ համար հիմնարար խորհուրդ այժմ։ Երբ որ մենք նորովի ընկալում ենք, որ հենց սա է մեր զորությունը, հենց սա է մեր լույսը, հավատը, հույսը եւ սերը, եւ առաջնորդվելով այս երեքով հենց մենք կարողանում ենք հակադրել չարիքին բարին, մենք կարողանում ենք հակադրել այս ամբողջ դավաճանությանը, որ հիմա տարածված է մեր հայրենիքում, մենք հակադրում ենք հավատարմությունը եւ նվիրվածությունը հայրենիքի եւ սեփական ազգի հանդեպ, եւ մենք հակադրում ենք այն ամբողջ տգիտությանը, որ ցավոք սրտի տարածված է մեծագույն գիտելիքները։ Եվ ըստ այդմ կարողանում ենք հենց այս երեքով առաջնորդվելով հակադրել քաոսին մեր պայքարը հանուն վեհագույն արժեքների։ Եվ ըստ այդմ մենք ընկալում ենք, որ եթե կան այս երեքը, ապա լույսը դառնում է շատ ավելի հզոր։ Եվ ինչքան էլ խիտ լինի խավարը, միևնույնը ճառագում է անգամ փոքր ջերակ։ Եվ լույսը ոչ միայն երբեք չի մարում, այլ ընդհանրապես մշտապես առկա է։